Գերասիմ Վարդանյանի հետ, պարոն Վարդանյան, ձեր ներկայությունը այստեղ ինչով է պայմանավորված։ Եկել ենք դիմավորելու վեհապարին, մեր աջակցությունը ցույց տալու վեհապարին։ Տեսնում եք, հազարավոր մեր հայրենակիցները այստեղ են, աջակցություն վեհապարի, աջակցություն եկեղեցու եւ այն ոտնձգությունների դեմ, որ այսօր տեղի ունենում մեր եկեղեցու, մեր կրոնի եւ մեր հոգեվոր ոտի գլխավոր հովվի դեմ։ Դրա հետ կապված այսօր ժողովուրդը հավաքվել է, մենք եկել ենք աջակցենք, որ աշխարհն էլ տենա, մարդիկ էլ տենան, որ այն ինչ որ տեղի ունենում, ինչ որ ասում են, այդ ամեն ինչը դա վեհապարի դեմ ու հայ առաքելական եկեղեցու դեմ դա հայ ժողովրդի տեսակետը չի, հայության տեսակետը չի ու ընդամենը Հայաստանը ուզուրպացրած Հայաստանի իշխանությունը զավթած ինչ-որ մի խամաճիկի հոգեցնոր մոտեցումներն են։ Նիկոլ Փաշինյանը խմբեր է ձևավորում արդեն, որպեսզի կաթողիկոսին փոխեն, որովհետև անդադ հարցեր է հղում կաթողիկոսին, բնականաբար նրա կողմից անդրադարձ չի կատարվում։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այնպես անել, որ կամ կաթողիկոսը հրաժարական տա, կամ այլ քայլեր ձեռնարկի։ Տեսեք, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը նորություն չէ։ Նիկոլ Փաշինյանը պայքարեց Արցախի դեմ, հանձնեց Արցախը։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ազգային ինստիտուտների դեմ, հիմա էլ հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչը որ ազգային է, ինչը որ Հայաստանի ու հայության հավաքական դիմագիծն են ներկայացնում, փորձում է այդ դիմադրությունը կոտրել, ջարդել, աղավաղել եւ հարմարեցնել իրեն։ Թե կհաջողվի, չի հաջողվի, կախված է մեր ժողովրդից, ժողովրդի հավաքական կամքից ու դիմադրությունից։ Լիահույս եմ, ուզում եմ լիահույս լինեմ, որ մեր ժողովուրդը սատարկ կանգնի եկեղեցուն, վեհապարին եւ այս խամաճիկները իրենց հոգեցնոր մոտեցումներով ու վարքագծով իրենց քաղաքական վախճանը կգտնեն։ Շնորհակալություն։